10 օր ժամկետ կառավարությանը, որից հետո կգնան ավելի լուրջ քայլերի, կփակեն փողոցներ։ Անաստաս Միկոյան փողոցի նորակառույցների բնակիչները կրկին չեն կարողանում սեփականության վկայական ստանալ, քանի որ գնորդների 30%-ը կանխիկ է վճարել ողջ գումարը, իսկ 60%-ը հիպոթեկով է գնել, որի հիմնական նախնական վճարն է եղել կանխիկ։ Երկու դեպքում էլ դրանք հիմք չեն ընդունվում, կրկին պետք է վճարեն։ Բայց այսօր մենք ունենք իրավիճակ, որ դա իրականում տեղի չի ունեցել, եւ հիմա սնանկության վարույթի շրջանակներում շատ մեծ խնդիր է առաջացել կանխիկ որևիցե գումար վճարած գնորդների մասով, քանի որ օրենսդրությամբ քաղաքացիական օրենսգրքով սահմանում է, որ կառուցվող շենքից անշարժ գույքի գնման իրավունք ձեռք բերելիս բացառապես անկանխիկ եղանակով պետք է վճարումներ կատարվեն։ Մենք անցած 5 շաբթի օրը դիմել ենք կառավարություն, սակայն մենք ստացել ենք պատասխան, որ մեր դիմումը վերահասցեագրվել է էկոնոմիկայի, ֆինանսների, արդարադատության եւ քաղաքաշինության նախարարություններ եւ կենտրոնական բանկ։ Մեր մոտ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ կապ ունեն այս նախարարությունները այս հարցի հետ ու մենք հասկանում ենք, որ մեր նամակը նույնիսկ նորմալ չի ուսումնասիրվել։ Քաղաքացիները, երբ որ գնացել են նոտարի մոտ գործարքը վավերացնելու, նոտարին ընդունել են որպես պետության ներկայացուցիչ։ Ու նոտարը պարտավոր էր առնվազն գնորդին տեղեկացնել թեկուզ բանավոր, տեղեկացնել նաև ստուգել պետք է տեղեկացնել գնորդին, որ օրենսդրությամբ պահանջ կա, որ պետք է անկանխիկ վճարվի։ Խնդրում եմ ներկայացրեք, նախ պետք է հաստատությունները ստուգեր, վճարման հանձնարարագիրը տեսներ արդյոք այդ գումարները վճարվել է կառուցապատման հատուկ հաշվին, իսկ նոտարը փաստացի ոչ մի գործողություն չի արել ու այսօր ոչ մեկ նոտարին պատասխանատվության չի ենթարկել։ Մեր հիմնական պահանջներից են նաև այդ վարչապետինքից հանձնաժողով է ստեղծվել մեր հարցերով։ Մենք եւս մի անգամ պահանջել ենք, որ մեր բնակիչներից առնվազն երկու ներկայացուցիչ այդ հանձնաժողովում լինի եւ թեկուզ այս հենց հիմնական այս մեր հարցը, որ քննարկում են, այդն էս չի, որ մենք չենք վստահում այդ հանձնաժողովին։ Ուղղակի այդ հանձնաժողովում պետք լինեն բնակիչներ, որտեղ քննարկումների ժամանակ կարող լինեն շատ հարցեր, որ բնակիչները կարող տան պարզաբանումներ ու ավելի ոնց որ հեշտացնեն այդ հարցերի լուծումը։ Վերջերս նաև պարզվել է, որ դատախազությունը հայց է ներկայացրել վարչական դատարան, որ այդ հասցեներում 2003 թվականին հողերն ապօրինի են սեփականաշնորհվել, այսինքն առուվաճառքի բոլոր պայմանագրերը անվավեր են ճանաչվում։ Հիմա ստացվել է, որ դատախազության պահանջը դատարանը բավարարել է ու այդ հիմքով հիմա մենք կանգնել ենք մի իրավիճակի առաջ, որ սնանկության գործով կառավարիչը փոխանցման ակտեր է կնքում բնակիչների հետ, փոխանցման ակտերը գնում են կադաստր, որպեսզի պետական գրանցում ստանան, իսկ կադաստրը կասեցնում է պետական գրանցումը հիմնվելով վարչական դատարանի օրինական ուժի մեջ դեռևս չմտած վճռի վրա։ Ուրեմն կադաստրի կողմից ներկայացված կասեցման որոշման մեջ հենց բացահայտ այդպես էլ գրված է, որ կա վարչական դատարանի որոշում, որի ուժի մեջ մտնելու մասին մենք ապացույցներ չունենք։ Դուք հասկանում եք, որ պետական մարմինը, այսինքն կադաստրի կոմիտեն, կամ զբաղվում է ինքն իրավչությամբ, այսինքն ինքը յուրովի է մեկնաբանում ինչ-որ դատական ակտ կամ օրենքները ու ենթադրում ենք, որ իր ապահովության համար օրենք է խախտում։ Այս ամենին զուգահեռ կառուցապատողը տարածքում չի ապահովել այն ամեն ինչ խոստացել է։ Ես ինքս ստեղ բնակարան գնելուց քաղաքաշինական փաստաթղթերը, այդ թվում նաև քաղաքապետարանի կողմից հաստատված նախագիծը ուսումնասիրել եմ, նոր եմ ստեղ բնակարան ձեռք բերել։ Հիմա այս նախագծից մնացել է ընդամենը սա, տեսեք։ Մի հատ ֆուտբոլի ճաշտիսապարատ ֆուտբոլի դաշտ։ Անկամ անկապարտեզի շենք։ Այսինքն, այստեղ ամֆիթատրոն, ջրավազաններ, բան, այդ ամեն ինչը չի լինելու։ Ապահովված չեն հակահրդեհային անվտանգության կանոնները, իսկ շենքերի հետևում սկսվել է նոր շինարարություն։ Քաղաքացիների մոտ բնական հարց է առաջանում, իսկ հանկարծ, եթե հրդեհ լինի, ինչ պետք է լինի այդ տարածքում։ Հրշեջ մեքենան ո՞նց է մոտենալու այդ տարածքին։ Գիտեք ինչ են ինձ պատասխանում։ Ասում է դե ծառերը կկտրեն ուրեմն։ Ասում դուք հասկանում եք պետական պաշտոնյայի անադեկվատ պատասխանը, էլի։ Այսինքն հրդեհի ժամանակ հրշեջները պետք է իջնեն, չգիտեմ, ասենք, մի 50 հատ ծառ կտրեն, որ կարողանան մոտենալ
Այս մոտեցումը, տեսեք, այս կառուցապատման ոլորտը իրոք, եթե դուք ընդհանուր դիտարկենք ամբողջ Երևան քաղաքում ու հնարավոր է նաև մարզերում, ես ուղղակի մարզերից տենց տեղեկություններ չունեմ, դարձել է ռեալ կոռուպցիոն որջը, կոռուպցիայի որջը ու ոչ մեկ դրա համար որևէ գործողություն չի անում, ոչ իրավապահ համակարգը, ոչ պատկան մարմինները, ոչ կառավարությունը, ոչ մեկ